ընտրությունների ոչ նախնական արդյունքների հրապարակումից հետո ոչ էլ վերջնական Ռուսաստանի Դաշնության նախագահը այդպես էլ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին։ Դուք Վլադիմիր Պուտինին ավելի լավ եք ճանաչում, այդ լռության գինը, հա, Պուտինի ինչ է արժանանալու հայ ժողովրդի համար, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը արդեն իսկ հա գյուղմթերքի հետ կապված արտանման հետ կապված սահմանափակումներ կան եւ գյուղացին կանգնած է խնդրի առաջ, եւ եթե կանգնած է գյուղացին, խնդրի առաջ կանգնած է նաեւ տնտեսությունը, երկիրը եւ բոլորս։ Նաեւ փորձեմ շատ օբյեկտիվ աչքով այս վիճակին նայել։ Հիմա օբյեկտիվ աչքով ավելի ճիշտ միգուցե այլ ձևակերպում տամ, փորձենք Ռուսաստանի աչքով նայել այս իրավիճակին։ Հիմա կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ։ Եվ ես չեմ ընդունում բառը ռուսամետ, ոչ ռուսամետ, արևմտամետ։ Հայաստանի շահերից է բխում, պետական շահերի, հայ ժողովրդի շահերից է բխում ունենալ լավ հարաբերություններ։ Համենայն դեպս քանի անգամ ասել ենք, որ Ռուսաստան, արևմուտք լարված հարաբերություններ իրանքում չհայտնել, դա իսկապես բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Հիմա կան քաղաքական ուժեր, որոնք ասում էին, պետք է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Եվ հենց այդ քաղաքական ուժերի նկատմամբ կիրառվել է անհամաչափ բռնաճնշումներ։ Հիմա Ռուսաստանում գտնվող օրինակ պետական գործիչը կամ ղեկավարը կամ որևէ մեկը կամ Ռուսաստանի քաղաքացին, որը հետաքրքրվում է քաղաքականությամբ, տեսնում է ինքը հետևյալ պատկերը, որ հայ ժողովրդին հնարավորություն չեն տալիս ընտրության ճանապարհով ընտրել այնպիսի քաղաքական ուժեր, որոնք կողմնակից են Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Պարզ բան եմ չի ասում։ Ըստ էության իրենց աչքով եթե վիճակին նայենք, բոլոր այն ուժերը, որոնք հայ կրկնեմ այդ միտքը, որոնք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ ունեն շատ դրական մոտեցում, այդ ուժերը ենթարկվել են լուրջ ճնշումների։ Եվ վերջապես այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել, միայն ուրիշ բան էլ չլինի, միայն այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջի այս որոշմամբ։ Առերևույթ բացահայտ ապօրինություն է։ Հիմա պատկերացրեցիք, չէ, հիմա Ռուսաստանի նախագահը պետք է չմտածի, ասի այստեղ իշխանությունը ապօրինի կերպով բռնաճնշումներ է գործադրում նման դիրքորոշում ունեցող ուժերի նկատմամբ։ Իրենք պիտի դա ողջունեն։ Դուք պատկերացրեք ինչ կաներ օրինակ Եվրոմիությունը կամ ինչ կանեին Միացյալ Նահանգները, որ նման կարգի վերաբերմունք դրսևորվեր Հայաստանում պրոամերիկյան, այսպես ասենք, ուժերի նկատմամբ։ Հանգիստ կմնային կամ կշնորհավորեին երբեք։ Օբյեկտիվ պատկերը սա է։ Շնորհավորի թե չշնորհավորի ինչ որ բան մեծ հաշվով կփոխվի, թե ոչ։ Եվ արդյոք Նիկոլ Փաշինյանի նաև այդ տրամադրության պատճառն է նա, որ Ռուսաստանի Դաշնությունը դեռ չի շնորհավորել։ Ես կրկնեմ այդ միտքը, շնորհավորելը սա ավելի շատ այս կոնտեքստի մեջ դա քաղաքավարության զուտ բան է, ավելի շատ sense էտիկետի, sense միջպետական հարաբերությունների էտիկետի դրսևորում է լինելու։ Եթե քո քաղաքականությունը չփոխվի, ուրեմն Ռուսաստանի դիրքորոշումը մնալու է նույնը։ Մի քիչ ավելի խիստ, մի քիչ ավելի մեղ, բայց մնալու է նույնը։ Որովհետև ուղղակի Ռուսաստանի մոտեցումը հետևյալն է։ Հայաստանը գնում է դեպի Ռուսաստանի թշնամիների ճամփարը եւ իրենք պատրաստ չեն ֆինանսավորել այդ ճանապարհը։ Շատ հստակ ձևակերպում է տված։ Այդ ձևակերպումը ես չեմ տվել։ Ռուսաստանի պաշտոնյաներն են տվել։ Եվ սա անհետևանք չի կարող մնալ, պետությունները այլ կերպ չեն աշխատում։ Սա, այսպես ասենք, սենտիմենտալ դաշտից պետք է մենք տեղափոխվենք շատ ռացիոնալ, պրագմատիկ, միջպետական հարաբերությունների դաշտ։ Ճիշտ այնպես են իրենք վարվելու, ինչպես վարվում են Միացյալ Նահանգները կամ Եվրոմիությունը այն երկրների հետ, որոնք իրենց գնահատականով գնում են իրենց թշնամիների ճամփան։ Շատ պարզ է ինձ համար։ Եվ ստե կապ չունի ես լավ եմ ճանաչում
իրենց թե չէ։ Ես լավ եմ հասկանում միջպետական հարաբերությունները եւ լավ եմ հասկանում Ռուսաստանը որպես երկիր։